Դավիթ Հովհաննիսյանին։ Երկրորդ անգամ անձամբ ներկայանամ ես փաստաբան Դավիթ Հովհաննիսյան։ Երկրորդ անգամ անձամբ ներկայանամ ես փաստաբան Դավիթ Հովհաննիսյանն եմ։ Ես ստականի կարգավիճակի այդ ամոթալի կարգավիճակի հարցին։ Արդյոք դուք հարգելի արցախցիներ, վերջին 30 տարիների ընթացքում Արցախի անկախության ամբողջ ժամանակահատվածում որևէ մեր հայրենակից Հայաստանից Արցախ եկած, Արցախում բնակվող կամ Արցախում հյուրընկալված մեր հայրենակցին երբևէ համարել եք փախստական։ Վերջին 30 տարիների ընթացքում Արցախի անկախությունից հետո մինչև 2023 թվականը, երբ դուք եկել եք այստեղ մայր հայրենիք, ձեզ երբևէ որևէ մեկը համարել է փախստական։ Բա ինչ է փոխվել, ինչու պիտի 2023 թվականից հետո ինչ որ մեկի ցանկությամբ 150,000 մարդ դառնա փախստական մայր հայրենիքում։ Սա անարդարացի վերաբերմունք է արցախցիների նկատմամբ։ Չկա տարբերություն, ինչպես Արցախցին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրը լենինականցին, գորիսեցին, Ղափանում ապրողը կամ արտիքցին նույն ձևի ստացել են նույն ազնագիրը, ստացել են նույն զինվորական գրքույկը, ստացել են նույն վարորդական վկայականը, նույն նույնականացման քարտը։ Եվ ինչու է հիմա 9 ամիս սովի մատնված պատերազմներով անցած ազգի ավելի շատ տառապած ազգի արցախցի հատվածը համարվում փախստական։ Սա անարդարություն է, որի դեմ պետք է պայքարենք միասնաբար, պետք է պայքարենք եւ արցախցիներով, եւ գորիսեցիներով, եւ երևանցիներով, ամբողջ հայազգով համատեղ։ Հարգելի հայրենակիցներ, մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք։ Ձեզնից յուրաքանչյուրը, անկախ նրանից, որ բնակավայրում է ծնվել եւ որտեղ է մեծացել, տալիս եմ հստակ պարզաբանում։ Հայաստանի Հանրապետությունում ունենք գործող օրենք։ Քաղաքացիության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը։ Այդ օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածների համաձայն այն անձը, ով Հայաստանի Հանրապետությունում ստացել է ազնագիր եւ նույնականացման քարտ, համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այդպիսի ազնագիր եւ նույնականացման քարտ ստացել են բոլոր արցախցիները։ Սակայն ինչ որ մեկի ցանկությամբ մեզ անվանում են փախստական քաղաքացիություն չունեցող անձ։ Ինչ է ստացվում։ Մեզ տվել են կեղծ ազնագրեր, մեզ խաբել են, ասել են դուք հայ եք ՀՀ քաղաքացի, եւ մենք այդպես խաբված տասնյակ տարիներ ապրել ենք, իհարկե ոչ։ Հիմա հայտարարում են պաշտոնապես, որ որևէ մեկը բարոյական եւ իրավական իրավունք չունի որևէ արցախցու անվանելու փախստական։ Ինչպես նաև ոչ մեկը բարոյական իրավական, ինչպես նաև քաղաքական, նորից եմ նշում, քաղաքական իրավունք չունի ասելու, որ արցախցին քաղաքացիություն չունեցող անձ է, պետք է դիմի ստանա քաղաքացիություն։ Սա հայ ազգը պառակտում է, այսպիսի մոտեցումը պառակտիչ մոտեցում է։ Այո, դուք ես աղբուկայ ազգային ժողովը։ Հարգելի հայրենակիցներ, Արցախահայերը Հայաստանի Հանրապետությունում բախվում են բազմաթիվ խնդիրների,
Ձեզնից շատերը կամ շատերի հարազատները ունենան խնդիրները, որոնք հիմա որոշներին կանդրադառնամ։ Հարյուրավոր մարդիկ ուզում են անցնեն կենսաթոշակի, քանի որ հասել են համապատասխան տարիքի։ Սակայն չեն կարողանում, քանի որ ՀՀ կառավարության որոշման համաձայն պետք է ներկայացնեն սոցվճարի մասին տեղեկանք կամ արխիվային տեղեկանք։ Արցախից տեղահանված անձինք չեն կարող ներկայացնել այդ տեղեկանքները, քանի որ Արցախի հարկային մարմինը կամ համապատասխան պետական մարմինով պետք է տա սոցվճարի մասին տեղեկանք, այդ պետական մարմինը պարզապես գոյություն չունի, լուծարվել է։ Իսկ Արցախի արխիվային փաստաթղթերի մեծ մասը հայտնի պատճառներով հնարավոր չի եղել բերել Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ հանձնել։ Եվ մարդիկ բախվում են այսպիսի հազարավոր խնդիրների, ասում եմ այս խնդրի լուծումը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարի եւ բռնի տեղահանվածների համար սահմանի, որ աշխատանքային գրքույկը, աշխատանքային ստաժի հաշվարկման համար բավարար է։ Եվ չպետք է պահանջի ոչ սոցվճարի մասին տեղեկանք, ոչ էլ արխիվային տեղեկանք։ Անդրադառնամ մի շարք այլ հարցերի։ Հայաստանի Հանրապետությունում արցախցիների համար գոյություն ունի թիվ 710L ՀՀ կառավարության որոշում, որի համաձայն այստեղ հավաքված արցախցիներից գրեթե բոլորը պետք է ապահովեն բնակարանով։ Ակնհայտ է, որ մեկ շնչին հասանելիք այն գումարը, որը նախատեսված է որոշումով, բավարար չէ, բայց սրանից չեմ ուզում խոսամ։ Հիմա հարցը ո՞րն է։ Հարցը այն է, որ 150,000 արցախցիներից 0.1%-ը չի ստացել, չի ապահովել բնակարանով, իսկ ծրագիրը արդեն գործում է 1 տարի ժամանակ։ Սա ինչ է նշանակում։ Սա մի պարզ բան է նշանակում, որ այս ծրագիրը չի համապատասխանում հասարակությունում առկա խնդիրներին։ Սա նշանակում է այն, որ այս ծրագիրը պետք է փոխվի։ Անդրադառնամ նաև 40 գումարած 10 այդ 50,000 դրամ աջակցությունների ծրագրին։ Հարգելի ժողովուրդ, որպես իրավապաշտպան ձեզ մի երևույթ եմ ուզում պարզաբանեմ։ Սովորաբար օրենքները ընդունվում են մի նպատակով։ Օրենքի նպատակը հետևյալն է, որպեսզի կարգավորի հասարակությունում առկա խնդիրները։ Հայաստանի Հանրապետությունը նախատեսել է 50,000 բնակվարձի եւ կոմունալ վճարի համար դրամական աջակցություն։ 23 թվականին անհրաժեշտությունը եղել է, 24 թվականին գումարները վճարվել են, անհրաժեշտությունը եղել է։ Ինչ է փոխվել 2025 թվականին, որ այդ աջակցությունները դադարեցվում են։ Արդյոք արցախցիները ապահովված են կացարանով եւ բնակարանային խնդիր չունեն։ Իհարկե ոչ։ Այսինքն մենք պետք է միասին պահանջենք, որ կառավարության որոշումները կայացվեն հասարակությունում առկա խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե ինչ-որ մեկի ցանկությամբ։ Հարգելի հայրենակիցներ, եթե 100 տարի առաջ ցեղասպանությունից հետո ունենայինք հայկական ուժեղ պետություն, Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցները չէին արտագաղթի Ֆրանսիա, Ամերիկա, Ռուսաստանի Դաշնություն։ Այսօր կունենայինք 6 միլիոնանոց պետություն։ Հիմա 100 տարի հետո պատմությունը կրկնվում է։ Ունենք 100,000-ից ավել Արցախից տեղահանված հայրենակիցներ, որից արդեն մոտ 20,000-ը արտագաղթել է արտասահման։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է այնքան խելք, կամք եւ ցանկություն ունենան, որպեսզի միջոցներ ձեռնարկեն, որպեսզի արցախցիները չտեղահանվեն։ Ինչպես նաեւ մենք պետք է հասկանանք, որ այստեղ հավաքվելը սա պայքարի ձև է։ Մենք չենք պայքարում որևէ մեկի դեմ։ Մենք պայքարում ենք հանվել։ Ինչպես նաև մենք պետք է հասկանանք, որ այստեղ հավաքվելը սա պայքարի ձև է։ Մենք չենք պայքարում որևէ մեկի դեմ։ Մենք պայքարում ենք հանուն ձեզնից յուրաքանչյուրի իրավունքների, հանուն հայրենիքում ապրելու, արժանապատիվ ապրելու, հանուն նրա, որ
Արցախցին չկոչվի փախստական Հայաստանցին քաղաքացի, հանուն հավասար մոտեցման։ Ուրեմն, եկեք մեր այս պայքարի միտքը հստակեցնենք։ Մենք պայքարում ենք ոչ թե իշխանությունների դեմ, այլ մեր իրավունքների համար։ Մենք պայքարում ենք եւ հենց հիմա եկեք բոլորս միասին մեր պայքարի խոսքը ասենք, նաեւ կառավարության շենքը շատ հեռու չի, որպեսզի նրանք լսեն մեր պայքարի ձայնը ու ճիշտ որոշումներ կայացնեն։ Պայքար, 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 պայքար։ Շնորհակալություն, պարոն Օվանեսյան, շնորհակալ եմ։ Հարգելի հայրենի